Մարդու մեջ զանազան հարցեր կարող են ծագել։ Եթե մարդը դադարի մտածելուց եւ հարցեր տալուց, ապա իր իմացության ձգտումը կդադարի։ Մարդը պետք է ձգտի ավելին իմանալու։ Բայց հարցերը տարբեր բովանդակություն ունեն, տարբեր դրդապատճառներ ունեն։ Տես, մարդը կարող է իրեն իրապես հուզող հարց ունենա, կյանքի մահու խնդիր լինի իր հոգու մեջ, որ անհետաձգելի հարցը պետք է պատասխան տրվել, պետք է լուծում գտնի այդ հարցը։ Այս հարցերին Քրիստոս պատրաստ է եւ պատասխան է տալիս։ Եվ անպայման կա այդ պատասխանները, այսինքն հոգու փրկության հարցերը, հավիտենական կյանքի հարցերը։ Ես որտեղից եմ առաջացել, ուր պետք է գնամ, ինչ է իմ կյանքի իմաստը, նպատակը, ես ինչպես պետք է ապրեմ, սա են մեզ հուզող հարցերը։ Եվ այս հարցերի պատասխանները կան։ Քրիստոնեությունը, Սուրբ Գիրքը, եկեղեցու Սուրբ Հայրերը հստակ պատասխաններ են տալիս։ Եվ միայն քրիստոնեությունն է, որ ճշմարիտ պատասխան է տալիս այդ հարցերին, որտեղ Քրիստոս ասում է. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ թե ես ճշմարիտ խոսքեր եմ ասում, այլ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը։ Իմ միջոցով մարդը կարող է փրկվել։ Ես պետք է տանեմ իրան ամբողջ էությամբ, իմ վարդապետությամբ, իմ խոսքերով, իմ փրկagorցությամբ։ Ճշմարտացի խոսքի շատերն են ասել, բայց ոչ ոք մարդկության չի փրկել, ոչ ոք չի տվել փրկագինը մարդկության, ոչ ոք փրկության խորհուրդներ չի հաստատել, ինչպես Քրիստոսը հաստատել, մկրտությունը, Սուրբ Հաղորդությունը, հա։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Սա է մեր կարևոր հուզող հարցը, եւ այդ հարցերի պատասխանները կան, տրված են, եթե մենք ուզում ենք, գտնում ենք, ու այլևս հարցեր չունենք մենք, ավելի ճիշտ խնդրահարույց հարցեր չունենք կամ խնդիրներ չունենք մենք։ Թե չէ հարցեր միշտ կծագեն։ Եթե հարցեր չլինեն, ուրեմն մեր կյանքը անիմաստ կլինի։ Թող լինեն այդ հարցերը, մենք ավելին ուզենք իմանալ, որտեղ երկինքի արքայության մեջ էլի մենք պետք է ձգտենք, ճանաչենք, իմացողությունը պետք է, բայց թող այդ հարցը չդառնա խնդիր։ Խնդրահարույց, անլուծելի կնճռոտ խնդիր, որ չենք կարողանում մենք լուծել։ Մենք տանջվում ենք, չէ, մեզ տանջող հարցեր թող չպետք է լինեն։ Հետաքրքրող հարցեր միշտ կարող են լինել, թող լինեն։ Ամեն։